Մենք ձեզ ենք սիրում։ Պարոն Փաշինյան, ես ձեզ մի խնդրանքով եմ ասում։ Մեր այս Դովեղի ճանապարհի հարցը։ Դովեղի ճանապարհի հարցը։ Հա, այդ դպրոցի համար որ բան են արել ճանապարհը։ Հիմա այդ նույն վիճակում մնում է։ Ինքն է սահմանամերձ գյուղ։ Իրոք է։ Նախ դպրոցի կառուցումը գնում է, չէ՞։ Կառուցումը ընթացքում է, չա վերջնական որոշակի տեխնիկական խնդիրներ են եղել, տեխնիկով կապված, դատական Դուք տեղյակ եք այդ մասին, տղաջան, իսկ tehել եք, որ այն բանը պատը, որ պատել են առաջվա պրարաբը, հիմա այդ պատը նորից ճաքել է։ Արիք ջան, ուրեմն ասում եմ, այնտեղ տեխնիկական խնդիր առաջացել տեխնիկի հետ, շինարարություն դրել սկսվի դպրոցի ճանապարհը կոնկրետ։ Նախագիծ նախաշի պատրաստ։ Այնքան չի, ուրախ կլինի, որ դպրոց ճաչուտ ավարտվի, բայց համար առաջի մեր գյուղին ճանապարհն է։ Որովհետև մենք այլ ընտրանքայիններ չունենք։ Եթե ինչ-որ մի բաներ լինի, չէ՞, մի րոպե կներես ինձ, էլի խնդրում եմ։ Եթե ինչ-որ մի բաներ լինի, Դովեղը այլ ընտրանքային ճանապարհ չունի։ Հայրիկ, ես Դովեղի լավ ծանոթ եմ, ես 10 անգամ եկել եմ Դովեղի դպրոցի համար։ Ճանապարհի նախագիծ նախաշի պատասխան։ Մենք հանդիպել ենք եկողների հետ, խոսել ենք։ Ուղղակի ես իմ վարչապետին եմ խնդրում, որ ինք ուշադրության կենտրոնում պահի։ Այդ մենք տենց շատ տեղեր կա, որ մենք ինչ ենք արել, դպրոցի կառուցում ենք սկսել, մրցույթ ա եղել, մրցույթում հաղթող ա եղել, հա բայց շինարարը գալիս է հաղթում է, հետո իր պարտավորությունը չի կատարում, լավ եղբայր, դու ոնց ես։ Շատ ուրախ եմ։ Համեցի։ Ոտում ես եկեր ես մեզ դամորում ես, մենք է շատ ենք սիրում։ Ես էլ ձեզ եմ սիրում։ Մենք շատ ես մեզ սիրում, մենք եք ես ենք սիրում։ Շնորհակալ եմ։ Ծառայող տղա ունեմ, նայոմնիկա, այս պատերազմի Նայում մի ասեք նայոմնիկա։ Ասեք պայմանագրային զինծառայող։ Ես մի հատ եմ ուզում ճշտեմ ձեր հետ, ես շատ ես ձեր թիմից եմ այդ եմ իմացել, առաջ անգամ ձեզ դիմավորել եմ ես, եթե հիշում եք, Պապիկյան, այստեղ զինծառայողի հետ կապված, ասեք։ Ես ուզում եմ իմանամ, տենամ մեր քաղաքին այդ սահմանամերձ հասնելու է, այդ ծրագիրը Նոյմբերյանը։ Նոյմբերյանին չի։ Բա իմ տղեն որ դիտությունն է։ Չէ, դե հիմա ժողովուրդ ջան, դե այդ ծրագիրը որոշակի տրամաբանություն ունի, այնա Բաղանիսում կանգնել ենք, Ոսկեպարում եւ այլն։ Այսինքն նկատի ունեմ ինքը գյուղերի համար է այդ ծրագիրը եւ որոշակի քաղաքին չի վերաբերել։ Այս փուլում չէ, որովհետեւ քաղաքը նենց էլ մեծ է, քաղաքը։ Մենք ուզում ենք Չէ, բան չունեմ ասելու, բայց դե հո չեն կարա բոլոր տեղերը ամեն տեղ անենք դա։ Բայց տեղը որտի գնատուշն է, տուն չունի, 4 երեխա ունի։ Բանը ատեստավորված է, որպես զինծառայող։ Ատեստավորված է զինծառայողների համար ծրագիր չունենք, չենք ունենա։ Բանասապետ ունենք ավագ ենթասպայական կազմի համար, եթե ունի կրծեր ենթասպա, ավագ ենթասպա Մի հասունարկություն հատնեմ ձեզ, Լեոն երկորդում որպես վաղորդ եմ աշխատում, տիկին պրորայի մոտ։ Ուրախ եմ շատ։ Ես շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ, որ այդ ծրագիրն է լավ, իմ երեխեն այդ Որ ծրագիրը։ Այս տուն բների։ Որ գյուղում է 16 միլիոն։ Բերթավան։ Ապրում արդեն։ Արդեն 7 ամիս է ապրում, շատ շնորհակալ։ Իմ աշխատողներն են, հատուկ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, շատ։ Ես եմ շնորհակալ։ Լավ եք։ Ոչինչ շնորհակալ։ Արգանքներս։ Լավ եք։ Պես եք։ Լավ, շնորհակալ եմ, եղբայր, դուք ոնց եք։ Ոչինչ։ Ուզում եմ անգամ հանդիպենք իրար, մենք ընթելի հարցա, որպես տանը Իսկ դուք շատ ունի նա ուղղում իսկ այդ հարցի որոշակի մարդիկ կան, որ ընտանիք չփոխեք մի տղան իրեք ունեն ստացել մարդիկ կան, որ զուտ տուն չունի Արկայից կախված են են ժամանակից, այդ մարդիկ չեն կարում Եվ կայ
Ես ընդունում պետք է փոխել, չէ՞, հիմա որ մեկը 1000-ն է գազել փող վերցնի, ինչ ժամանակ հետո գազի մեկը այդ փողը ստանա, համաձայն է, Դա ուրիշ քաղաքացիների։ Այսինքն լիքը քաղաքացի կա, որ ավանդունի դրա։ Բանկը ավանդը հավաքում է, իր տոկոսը վերցնում է, այդ ավանդ դրած քաղաքացու տոկոսն էլ տալիս է իրան։ Այդ ընդունում ենք պարոն վարչապետ։ Հիմա դες ես ինչն եմ ասում։ Նախկինում բերին մարդկանց կախեցին ոնց, ասավանասունը կախե որ նպաստա։ Մարդկանասուն ծախեցին որ նպաստա։ Ու այդ ձևի բանկերից կախվելով մնացին այդ 8 սենց։ Այդ տրամաբանությունը։ Դրա համար մենք հիմա ընդունում եմ։ Տարբեր ծրագրերով քաջալերում ենք, որ մարդիկ աշխատեն իրենց խնդիրները լուծեն։ Բայց ուրիշ տեղ էլ նա ով վերցրել է, չարչարվել է, իր վարկը փակել է, մենք բերում ենք հավասարության նշան ենք դնում, ընդեղ էլ ուրիշ մարդիկ են, այս ծրագրերից այդ մարդիկ նեղվում են։ Ասում են մի րոպե, այդ մենք որ փաստորեն չարչարվել ենք, տանջվել ենք, մեր վարկերը ժամանակին փակել ենք, դուք նրանց ովքեր անպարտաճանաչ են գտել, մի առավելություն, երկու առավելություն, երեք բարև ձեզ, 4 առավելություն, բա մենք հետ չարչարվել ենք, որ վարկի վերցրել ենք, մեր վարկերը ժամանակին սպասարկել ենք։ Հիմա ասենք ստացվում է, որ մենք ժամանակին իզուր ենք չարչարվել, որ մեր վարկի, նույնն էլ բանն է, նույնն էլ տուգանքների հետ կապված, որ մի երկու անգամ տուգանքների ներումներ եղան, լիքը, պարտաճանաչ քաղաքացին սկսեց բողոքել, ասել ես ժամանակին տուգանվել եմ, տուգանքը ժամանակին վճարել եմ, հիմա դուք ով որ չի վճարել, իրանց արտոնություն եք տալիս, բայց իրոք այն ժամանակին փողը իզուր եմ տվել, դե իմ փողը հետ տվեք, որովհետև ես հիմա եթե այն ժամանակ մուծած չլնեի, 5000-ա թե 10000-ա թե 50000-ա թե 100,000-ա էականչի, ասում այն ժամանակ ուրեմն ես փողը չտայի, բա փողը եմ տվել, հիմա ներում եք անում, ուրեմն վճարածը հետ տվեք ինձ։ Տունին վար ես մուծումներ արել եմ, բայց մարդկանց օրինակ բողոք ես որ ձեզ համակրում եմ, ձեզ հետ միշտ քայլում եմ, ուզում եմ որ այնլի որ մարդիկ ինձ դիմում են ասում, բա այս հարցի մար ոնց կարանք անենք, ես այդ հարցն եմ հիմա բարձրացնում, պարոն։ Դե բա այդ եմ ասում, այդ էլ գնում ենք լուծում, ուրիշ մարդիկ ասում են հոп մի րոպե, բայց էլ իմ վարկերը տուգանքները ժամանակին մուծել են, բա բերեք իմն էլ հետ տվեք ուրեմն։ Բա իրանց ինչ ասենք։ Մարդը ասում է, բայց ես եմ նույն ձևի, ես երկու հարևան ենք, մեկը վարկը փակել է, մեկը չի փակել, մեկը տուգանքը տվել է, մեկը չի տվել։ Այն մեկին ասում է ներում եք տալիս, մարդը պետք է 50,000, 100,000, 500,000 դրամ վճարել, չի վճարել, հիմա ասում ենք լավ քեզ ներում ենք, այն մարդն ասում է ես էլ 500,000 վճարել եմ, դե իմ չէ ասում ես ինչ անեմ, ասում եմ 500,000 ուրեմն բերեք հետ տվեք, որովհետև իրա չվճարած 500,000-ը հետ եք տալիս, իմ վճարածն էլ հետ տվեք, որովհետև ես այն ժամանակ վճարել եմ, ես չեմ արել, են չեմ արել, են չեմ արել, են չեմ արել, են չեմ արել։ Այն սեղմել եմ, վճարել եմ։ Չէ, չի սեղմել, ինքը ասում է ես պարտաճանաչ եմ։ Իմ պարտքն է, ես իմ պարտքը տարել տվել եմ։ Ես որ եսել եմ ձեր ասած հիմքի 5 միլիոն վերցրել եմ, բայց ես վճարեմ եմ։ Պարտավոր եմ վճարեմ։ Վերցրել եմ պետք է վճարեմ։ Չէ, բայց իսկ ես ինչ եմ ասում, դրա համար մենք ինչ լուծում են դրել։ Ասում ենք անհուսալի պարտքերի ծրագիր են կարել, որ մարդը աշխատի, իր եկամտային հարկը վճարի, մենք էլ պետությունն էլ հավասար վճարենք եկամտային հարկից, այդ վարկերը զրոյացնենք, որ ծրագրից օգտվենք։ Էլի եմ ասում, որ մենք այդ մարդկանց ասենք, դե լավ, ով որ իր վարկը չի տվել, հետ չենք անում, այն մնացած մարդիկ ովքեր վարկերը ժամանակին սպասարկելու են, գալու են ասեն, չէ, գալու են ասեն դուք մեղավոր չեք, դուք ինչ անում եք, չէ, մենք չէ։ Այն մարդը, որ երկու հարևան են, մեկը վարկը տվել է, մյուսը չի տվել, մեկը տուգանքը մուծել է, մյուսը չի տվել։ Հիմա մենք ասում ենք, այնով որ չի վճարել, դե խեղճ եկեք օգնենք, զրոյացնենք իր վարկն է, տուգանքն է։ Շատ լավ, ինքը ասում է, այսինչ լավ, այն կողքինը որ վճարել է, գալիս ասում է, բայց վճարել եմ, բա ինքը իրա չվճարած 50,000-ը թե 100,000-ը զրոյացնում եք, բայց էլ այդ 100,000-ը տվել եմ ժամանակին։ Ինձնից կտրել եմ, երեխուցս կտրել եմ տվեմ, դե իմ 100,000-ն էլ հետ տվեք։
Այսինքն sense նրբություն դրա համար մենք բան ենք անում, Բալանս պահենք։ փորձում ենք միջին ինչ-որ բան, որ համ դերասած վիճակում գտնվող մարդուն մի քիչ օգնենք, որովհետև պետքա օգնենք, որ ինքը լուծի այդ խնդիրը։ Մենք չենք կարա գանք, ասենք, հանենք, ասենք, էսա, քո պարտքը տալիս ենք, որովհետև այն մի հարևանը արդարացի գալու է ասի, դե իմն էլ հետ Մի հատ հարց էլ կա, ես ժողովրդի կողմից ոնց որ ինքն է հարցնում է անանգ նախ շնորհակալություն սահմանապահ սահմանամերձ գործիներն օգնություն ցուցաբերելու մեր երիտասարդությանը օգնելու համար։ Երկրորդ, մեր երիտասարդության մեծամասամբ շատերը ինչ-ինչ պատճառներով ընկել ենք, ես ինձ եմ հաշվում էլի, ընկել ենք բանկերի կառավարման։ Դե բանորը չենք խոսում։ Այդ եմ ասում, դրանց տակը։ Հետո մի բան, որ ամբողջ այս մարզի ոչ թե մենակ մեր մարզը, ամբողջ Հայաստանում այդ նույն հարցը կա։ Համի ծնողն է, ինքն է կամ անապահով ընտանիք են, այս ծրագրից օգտվեցին 50%-ը նախ այն անձնավորությունին, 50% ես կարամ ապացուցեմ, որ ունևոր մարդիկ են։ Մարդկա 3 տուն ասարկել, մարդկա 2 տուն ասարկել, իսկ այն անապահով ընտանիքը, ում նրան պետք է, նա տղեն չի ամուսնանում, նա չի կարողանում տուն կառուցել, նա դահակամ է։ Խոսքի մի $1000 տենց բան 400,000-ի, 500,000-ի պատճառով չկա տենց մի հատ օրենք օգնության կարգով, թեկուզ օգնություն Տունը սարքեն տան։ տունը սարքեն տան, այդ դրանցին այդ գանձում անեն, այդ բանից իրա 500,000 դրամ պարտվեց, բան քովիրից մուծումն անեն իրանց դահակն Դահակում է, սրեցուցակում է, ծրագրից չեր օգտվում։ Քանի որ դա դիտարկվում է որպես վարկ, բայց այդ մասով լուծվել է, մինչև 15 միլիոն դրամ է, դա վարկ չի դիտարկվում։ Այսինքն անկախ Այդ չէ, դուք ինչ չհասկացաք։ Խոսքի այդ նույն ընտանիքներին օգնություն ցուցաբերվի, հետո այդ 500,000 դրամը հետ գանձումանի Ինչից հետ գանձում անի։ այդ 16 միլիոնից ասեն դուք դահակն փակեք ու տղի մարդու։ Եղբայր, բայց եմ ասում, բա կողքի հարևանն է, որ այդ 500,000-ը տվել, ասում, բայց այս ժամանակին տվել եմ, ուրեմն 500,000-ը հետ տվել։ Ես մի երիտասարդության մեծամասամբ այդ է հարցը ստեղ բարանում, որ մեծամասամբ չեն կարող Դրա համար անհուսալի վարկերի ծրագիրն են կարել։ անհուսալի վարկերը կա։ Դե պետք է աշխատեն, Դե աշխատանքի տեղ չկա, դե լավ էլի, որ չեք ասում։ Լսեք, այդ ոնց հա Հնդկաստանից կան նոյեմբերյան գալիս են աշխատում, նոյեմբերացում մարդ չկա։ Մի րոպե, նոյեմբերանում Հնդկաստանի քաղաքացի կա աշխատող թե չկա։ Հա։ Պարսկաստանից էլ կա։ Պարսկաստանից էլ կա, բա ոնց է որ Հնդկաստանից գալիս է, աշխատում է, իր համար տեղ կա։ Ձեր ասած մարդու համար տեղ չկա, ոնց մի հատ բացատրում։ Չէ, դες էլ ասում եմ։ Ես չեմ հիշում տենց, որ Իջևան, որ ասում եք, ես Իջևանից եմ, ես չեմ հիշում, որ Իջևան դրսից մարդ գա աշխատի։ Այսօր Իջևան էլ կա, նոյեմբեր ամբողջ հանրապետությունում են է։ Գնում ես կանգնում, ասում են աշխատանքի տեղ չկա, ոնց չկա։ Ներողություն էլի, չէ, տենց չի։ Ասում են, բա բանի 500,000 դրամ էլ բանի տակենք Դե ասում ենք աշխատեք եկամտահարկը մենք զիջում ենք, մի բան էլ պետություն ասում են աշխատանքի տեղ չկա, որտե դա ոնց հասկանանք, տենց չի լինի։ Կներեք, դա էլ անարդար է, որովհետև երբ որ մենք գանք այդ 500,000-ը հանենք տան, այն կողքի մարդը, որ աշխատում է, աշխատել է, պատք չի կուտակել, ասելու է մի րոպե, բա իմ աշխատածները հետ տվեք։ Ձևը էսա պետք է աշխատել, մենք աշխատող մարդու կողքը կանգնում ենք։ Ծրագիր ենք անում, անապահովության ծրագիրն ենք անում, անհուսալի վարկերի ծրագիրն ենք անում, 1000 մի ծրագիր ենք անում, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստն ենք տալիս։ Մի րոպե, նախկինում երեխեքի միջև 2 տարեկան խնամքի նպաստը եղել է մենակ աշխատողների համար, հիմա մենք հանրապետությունում բոլորին տալիս ենք, բա այդ փող չի։ Բոլորի վրա անկանխիկի հետ վճար, մի հատ ուրիշ բան ասեմ, հիմա մենք երրորդ երեխային միջև 5 տարեկան, չէ, այդ քանի միլիոն դրամ է գալիս, հետ վճարը որն է, չէ հլը առանց հետ վճարի, 3.6 միլիոն, երրորդ և յուրաքանչյուր, ամեն երեխայի, երրորդ երեխայի ծնունդին տալիս ենք $10,000, բա դա գումար չի,
Ասում ենք աշխատենք, լսեք, ասում ենք ներողություն, ասում ենք աշխատեք, ասում են աշխատանք չկա, ասում ենք երեխա ունեցեք, ասում են բա ոնց երեխա ունեք, բա այնտեղ ենք տալիս։ Ու կլինի, մենք ասենք լավ ժողովուրդ ջան, եկեք ոչ մեկ մի աշխատեք, ուրեմն մենք էնել կտանք, որտեղից տանք։ Պետական բյուջեն ոնց է ձևավորվում, դուք աշխատում եք, եկամտային հարկ եք վճարում, գնում եք առևտուր եք անում, ՀԴՄ եք վերցնում, էս եք անում, մի կողմից ասում են, դե էս տվեք, են տվեք, ասում ենք աշխատեք, ասում ենք աշխատատեղ չկա, ասում ենք շատ լավ աշխատատեղ չկա, բա Հնդկաստանի քաղաքացին էս որտից է, ինչի է գալի, Իրանի քաղաքացին ինչի է գալիս, տարբեր երկրներից ինչի է գալիս, պատասխան չկա, այսինքն տեն չի լինի, ասում ենք երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար նպաստ ենք տալիս, երեխեքի միջև 2 տարեկանի խնամքի, որ նախկինում տեն ծրագրերը չի եղել։ Դες մենք էլ շնորհակալ ենք կառավարին օգնություն տալիս։ Օգնություն, մի րոպե, չէ, մենք օգնություն բառը ես չեմ սիրում։ Մենք օգնություն չենք տալիս, մենք մարդկանց խրախուսում ենք, որ աշխատեն, որ մարդկանց խրախուսում ենք, որ աշխատեն ապրեն։ Հիմնական հարցը մեր մարզի եւ լրիվ մարզերի, որ մտած է ժողովրդի մեջ, իրանց երեխանց մասին է, դրեցեն Երեխեքի համար էլ դպրոց են կառուցում, մանկապարտեզ են կառուցում, որ երեխեքը նորմալ բան ունենան, կրթություն ստանան։ Պարոն Փաշյան, միևնույն է ինչքան, այսքան արտոնությունները, փոփոխությունները։ Հա, կներեք, մի կողմից էլ գալիս են ասում, դե հարկեր չտան, այս չանեն, այն չա, բա որ հարկեր չտան, նա ով ասում է հարկ չտան, ասում է թող պետություն չլինի։ Որովհետև բոլոր նրանք ովքեր ասում են թող մարդիկ հարկ չտան, գիտեք ինչ են ուզում անեն։ Այն հիշում եք, որ ընտրություններում բերում են տուկի թել են բաժանում, ձայներ են ստանում, չէ։ Բրինձ են բաժանում, ձայներ ստանում, չէ։ Հա։ Բա հիմի կարան բան անեն, տուկի թելով մարդը, այդում կզարմացնես տուկի թելով կամ բանով, կամ այդ ինչա, բրնձովում կզարմացնես, կամ այդում 5000 դրամով, կամ ասենք ու երբեմ հատավ։ Պարոն Փաշյան, միևնույն է, դրական փոփոխությունները ինչքան որ թվարկենք շատ են, իրոք շատ գոհ շնորհակալ ենք։ Եթե նույնիսկ այդ փոփոխություններն էլ չլիներ, խաղաղությունը, որ դու վերել եք արդեն մեր հանրապետության համար, ինձ թվում է դա ամենադրական ու չգիտեմ, մեծ փոփոխությունն է, եթե մնացածը չլիներ։ Բայց այսպիսի մի բան, շատ հաճելի կլիներ, որ մեր տարածաշրջանից մենք ունենայինք պատգամավոր, որը տեղի խնդիրները ավելի լավ բան կաներ, կներկայացներ կառավարություն եւ դուք ավելի ձեր հետագա որոշումներում նկատի կունենայիք տեղի մարդապետ, որ դե դուք ձեր տարածաշրջանից վարչապետ ունեք, էլի պատգամավոր Այստեղ անգամ եք տենում։ Ինչ եք տարի մի րոպե, պարոն մարզպետ, հələ մի րոպե, ես վերջին մի տարվա մեջ քանի անգամ եմ եկել, ընդհանրապես մարզեր քանի անգամ ես եկել ինքնագործել Շատ լավ ժողովուրդ։ Չէ, իրոք աշխատանքը լավ է, սովորաբար չկա։ Մի հատ հարց էլի, ես այդ հարցը խնդրում եմ օբշի ձեր կազմակերպությունով առաջ մղեք։ Այդ դահական ընկած երեխանց ծնողներին օգնություն ցուցաբերեք, այդ տղերքն էլ տներ սարքեն իրանց համար։ Դե արդեն ասեցի։ Մեր տների մասով, այդ 16 միլիոնի կտորի մասով, Պարոն ջան, եթե ուզում եք ավել վերցնեք, մենակ այս ժամանակ է դահակին կարել։ Այսինքն 16 միլիոնը կտորի վրա դահակի հետ կապ չունի։ Իմիջայլոտ միլիոնով ասմատունը կարող եք սարքել, դա Տավուշի մարզում 16 միլիոնով քանի տուն հա սարքվել կամ սարքվում։ Շո։ 2000-ի չափ, չէ՞, եթե Ես հորում մենակ մեր գեղը։ Հա? Ձեր գեղինը կողքիցը քիչ էր, կողքումը Էպալանասուց, ոսկեպարում է 3, բաղանիսում է 1500։ Հա? Տավուշի մարզում 1500։ Պետության հաշվին 1500։ Ու ամենահետաքրքիրը գիտեք որն ով որ չի սարքել, դե ասում ով որ սարքել է, ինքը պետք է չսարքել։ Բայց ժողովուրդ ջան, մի տարի մենք այդ ծրագիրը բացած խնդրում ենք մարդկանց, ասում ենք վեր նոր էլ բաղանիսում։ Ասում եմ ժողովուրդ հիշում եք, որ գալիս է ես այդ 24 թվին, ոսկեպար բաղանիսկ իրանց։ Ասում եք քանի տուն եք սարքում բանով այդ ծրագրով։ 2 մի ասում են ինչի՞ չեք վերցնում, չէ մենք ստե չենք ապրելու, այս գյուղը տալիս են, էս են տալիս, են տալիս։
Հիմա ասում են բա ինչ անենք, բա ծրագիրը բացեք։ Բացա որ չեմ տալիս էլ արդեն ուզում եմ սարքել։ Դե բա Այստեղ քաղաքացիներ ունենք, ովքեր օգտվել են 0%-ով վարկից, այգեգործության ծրագրերից, այգի ունեն դրած ու գոհ են կառավարության կատարած ծրագրերից։ Նա ես ասում եմ դրա համար ես այդ օգնություն բառը չեմ բանանում։ Մենք մարդկանց աջակցում ենք, որ իրանք աշխատեն, իրանք աշխատանքով իրանք տունը պահեն, որովհետև դա ճիշտ մոտեցումը։ Բայց մենք գնանք հայ երևի, բայց այդ Տիկին Ղազարյան Կտակ մի հատ նկարվենք։ Լոֆտը երևի Ասում եմ որ վարչապետին տենաս ինչ կուզես, ասում եմ գոնե մի հատ չի տալը։ Էսա կանենք ճիտ։ Շատ ապրեք։ Ապու։ Ով էր ուզում ճիտանի։ Արի։ Ասում վարչապետ իսկ ինչ կուզեր ասում եմ ճիտանը ֆերմ հարցը չեմ լուծում։ Ճիտանելով տենց։ Ուրեմն սորս յետին գործ դուս ապրեք ով վարչապետ։ Դա։ Ինչ են կանում, գնանք, ով թե չգնանք։ Ուրա Տիկին Ղազարյան։ Հաու։ Հա։ Բարև։ Ում չենք բարևե։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նմանապես։ Ձեզ բարևել ենք, նորից բարևենք։ Բարևել ենք։ Հա, քեզ ենք բարևե, բայց ոչինչ նորից բարևենք։ Բարև ժողովուրդ ջան, Արի, գնանք այնտեղ էլ բարևենք։ Սպասի, գնանք այն մարդկանց է բարևենք։ Բարև ձեզ ժողովուրդ։ Ոնց եք։ Բարև ձեզ։ Ավեք։ Ում չբարևեցինք, ձեզ բարևել ենք, թե չէ։ Ում չենք բարևել։ Նորից բարևենք։ Են այն ժողովուրդ եկան, այն աստե բարևենք ուրեմն։ Բարև ձեզ, պարնայք ոստիկաններ, բարի ծառայություն ձեզ։ Ձեզ բարևել ենք, խոսացել ենք, քննարկել ենք, բարև ձեզ։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, լավ եք։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարև եղբայր, լավ եք։ Նստի, հանգստացի։ Բանը հեռու, լոֆտը հեռու։ Հա, դե եթե մոտիկա եկել ենք, լավ մտնենք։ Բարև ձեզ։ Լավ եք։ Ոչինչ լավ է։ Բարև ձեզ։ Ինչը նայեք։ Ռայոնին։ Ինչը հետ չի։ Երևան գնացող ասում Երևան։ Հա, էլի, իմ օրինակի վրա կարակ ասեք, որ գնացինք, էլ հետ չեկա։ Բարև եղբայր, ոնց ես։ Ոչինչ։ Բարև եղբայր։ Հա, իհարկե։ Արի դու էլ ես նկարում։ Լավ եք։ Այս կողմը երևի վերջին անգամ երբ ես են ձուն եկե։ Հա, սպառում։ Ներքև եկել։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարև եղբայր։
Բարև եղբայր։ Սե՞։ Ես մարդկանց բարև ենք նոր։ Հերրու է ստեղից։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարևել ենք ձեզ թե չէ։ Հա դուք այնց կարճ եկաք ես կողմ, սե։ Ահա, տիկին մակոնց բարև ձեզ։ Դա ԿԿՄՍ-ի դրամաշնորհային ծրագիրն է։ Համատեղ է արվում։ Չէ, լո։ Ահա։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Արդեն բացվել եք։ Դե պատմեք ծրագրի մասին։ Բացումը եղել է փետրվարի 7-ին, աշխատում ենք փետրվարի 13-ից։ Ահա։ Երիտասարդական կենտրոն է, որպեսզի երիտասարդները բացահայտեն իրենց ուժեղ կողմերը։ Կառավարությունը ինչ ա արել, որ նպաստի ծրագրին։ Կառավարությունը պարոն վարչապետ 24 միլիոն հատկացրել աստեղ գումար։ 26 միլիոն։ Իսկ ինչքան է ծախսվել։ Այսինքն ինչքան է ամբողջի ծրագիրն է, թե մասնակցել ենք այդքանով։ Այդքանով մասնակցվել է։ Շենքը կառուցված է եղել պարոն վարչապետ։ Այսինքն 26 միլիոն դրամաշնոր եք շահել եւ այդ դրամաշնորով լոֆտ կազմակերպությունն էլ է մասնակցել եւ Նոյեմբերյանի համայնքապետ։ Դե շենքը Նոյեմբերյանում sense կենտրոն կար նախկինում, հա, Իջևան էլ չկար։ Մենք երիտասարդ տարիներին կերազեինք, որ sense մի հատ տեղը լինի։ Գիտեմ, բայց գնացինք փակ էր այսօր, դրա համար լոֆտի ժողովուրդը տեսել էին, ասցին Նոյեմբերյանը մտեք նայեք, դրա համար, բայց ստեղ ասեմ, ստեղին ավելի մեծ է, քան Իջևանինը։ Ստեղ իմացանք, որ բանի հարվածային գործիքներ են ձեռք բերել, ուրախացանք, դա էլ պարզվեց հələ չի եկել։ Գիտեք։ Նախկինում կառուցված եղել է տարածք, որպես շուկայական մեր լուսավորքի Աբազյան Կարեննայի ժամանակայից ծրագրերի շենքի կառուցումը էլի ելնելա կառավարության։ Հələ նայեք էլի, ասենք Լավն է։ բան ինքը ընդ որում ինչ սկզբունքով աշխատում մարդիկ հələ կներեք էլի իր աշխատանքի սկզբունքը ես մոռացել եմ, բայց շատ հետաքրքիր սկզբունքով աշխատում, որ սիմվոլիկ վճարներով հիմա այստեղ ամբողջովին անվճար է։ Այսինքն մարդիկ գալիս են իրանց կարող են գալ դաս անել, աշխատել, այստեղ ինչ որ հավաքներ, քննարկումներ եւ այլն եւ այլն։ Իջևանում կարծես ժամը 100 դրամ է։ Բանաձորում էր տենց շատ սիմվոլիկ վճարներ, ընդ որում մարդիկ կարան իրանց սուրճը իրանց հետ բերեն կամ այստեղ բան անեն։ Իսկ հրադարանը ո՞նց է համալրվում։ Նվիրատանը համալրված եղել է, սակայն եթե սիրողական ուզում են ինչ-որ գիրք նվիրել։ Շատ լավ։ Շատ լավ։ Շատ լավ, դե շատ լավ է, հաջողություններ։ Այսինքն արդեն գնում գալիս են շահառուները։ Շատ լավ է, կներեք, դե այստեղ բան արինք, ձում բերեցինք մեր ոտի հետ, բայց ոչինչ։ Որպես համաֆինանսավորողներ մեզ ներելի է։ Հիմա այսօր երեխեքը նոյեմբերյան ձնագնդիկ վերջ խաղացել են, թե չէ։ Չեն խաղում, չէ։ Դիլիջան է։ Դե որտեղ քանի տարի է, 10 տարի ձուն չի եկել։ Այնա կառավարության որոշումով այս տարի ձուն էլ եկավ։ Մի հատ էլ եկեցին։ Բայց էլ ենք որոշում ենք ընդունել, բա ոնց։ Այդ նախորդ ձունը ուրեմն 642 ն որոշումներ, այս մեկը 712
B որոշումն է։ Ես քեզ շատ սիրում եմ, ես շատ Ես էլ քեզ եմ սիրում, ամենա եղբայր ջան։ իման մարմանա։ Ուրախ եմ Արման ջան։ Ես քեզ ամեն տերիզում տենում եմ, չասեմ, լայ, իմ ախմերը։ Թոշակին բրծացել իշ չէ։ Հա, բապոնց։ Մակունց ստեղից դուրս եկավ, ստեղ չմնա։ Չէ, դի ոչ չմտա։ Աջ կողմով գնացինք։ Ամեն չէ, հետո դոցեմ հարցան ման գալի։ Հա, եղբայր ջան։ Ախի ճոս քեզ անդետ մախշտոչ։ Դու թոշակ ստանում ես։ Ինչքան։ 40։ Քարտանով։ Ես չէ, տանի մամենա սնդանում։ Ես մամեն։ Իսկ քարտով Հա։ հետ վճարը ստանում ես։ Արդեն։ Հիմա 10000 երևի կավելանա, հետ վճարով էլ էլի ահագին կավելանա։ Արդեն քարտով եկել եմ բանկոմը համի հանել եմ։ Մամես։ Ոնց ես հանե։ Մամես հանել ես։ Դե մի հանի, քարտով արա առևտուրը, որ հետ վճար։ Փողը թղթի, փողը հա քարտն ես հանե։ Հա։ Եկել եմ իմանալու։ Բայց փողը բանկոմատից մի հանի, անկանխի կառը։ Պես պետլանում է, սիմար, բանի մար։ Լսի մարել կարաս անկանխիկ կազին, չես կանխիկ կացնում։ Փողը մամես անում։ Ես փող ես բարձում եմ։ Հա, եղբայր, դա։ Ես համար դիեմ ասացեմ, հորնարումը։ Դիտի, ոսուտե։ Եղավ, եղբայր։ Ամեն մեկ է։ Հա, գնում ենք, որովհետև ուրիշ տեղեր էլ պետք է գնանք այսօր։ Դե հաջողություն։ Հաջողություն, բայ ճամփակ։ Լավ եղեք։ Միշտ ան։ Լավ եղի, եղբայր ջան։ Դե ում ենք հաջողանում, ոչ մեկին։ Են մեկն, հա։ Ահա այս ճամփեն էլ է, էլի։ Հա, ամեն շախտանի հաջող։ Չէ, բանախկինում բան չէ, ստեղ էլ չեն կացված տարել։ Այո, այո։ Հա, Հաջողություն, եղբայր։ Այսօրվա կանգառները տենց կարճ են։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարև։ Բարև ձեզ։ Հաջողություն երեխեք ջան։ Ձեզ էլ։ Այսքան, հա։